լուրջ իրադարձությունների վերաբերյալ է Նիկոլ Փաշինյանը շարունակում տեսակետ հայտնել, երեկ էլ ասաց, որ ըստ պլանավորվածի գնալու են, ինչպես է գնացում Կտրուկ Ներսիսյանը, պիտի հեռանա, հրաժարական պիտի ներկայացնի, դուք այս հարցում աջակցում եք Նիկոլ Փաշինյանին։ 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ 2 շաբաթ առաջ մենք լրագրողների հետ պայմանավորվել էինք, որ ես պիտի ճեպազրույց տամ, ցավով պիտի արձանագրեմ, որ ընդամենը 1 ժամ բազմաթիվ լրագրողներ չհամբերեցին եւ ընդամենը 2 լրատվամիջոց էր ներկա, եթե չեմ սխալվում 24 News-ը եւ Factor-ը։ Նյուզերն ներողություն եմ խնդրում, կներեք։ Եվ ես պատասխանել եմ բոլոր հարցերին, չեմ պատրաստվում ամեն անգամ նույն թեմաներին անդրադառնալ։ Ես ցանկալի կլինի նաև ծանոթանալ լրատվական դաշտին, կարծում եմ նաև դա ձեր պարտավորությունն է։ Ես այդ հարցին իմ դիրքորոշումը հայտնել եմ, ասելով, որ լիարժեք սատարում եմ իմ քաղաքական առաջնորդին։ Պարոն Հայրապետյան, դուք 1.5 միլիոն այդ հարցին էլ եմ պատասխանում։ Դուք ներկա եք։ Առաջարկում եմ նա։ Ես լավ հիշում եմ ինչ հարցեր են հնչել, ոչ ես, ոչ Ռուզանան չենք հարցրել, թե ինչու չեք մասնակցում։ Սխալ եք հիշում։ Դուք տևական ժամանակ ասեցիք, որ պատարակներին չեք մասնակցում։ Այդ հարցը հնչել է։ Հիշեցի։ Բայց պատճառը չասեցի, գուցե։ Ասեցի, տեսեք, պատճառն այնպիսին էր, որի մասին ես նաև չեմ կարող խոսել ոչ հիմա, ոչ ապագայում։ Ասել եմ, դա խիստ անձնական է։ Եվ ասել եմ, որ չեմ կիսվել։ Ես ուզում եմ նաև, որ դուք ըմբռնումով մոտենաք, որ երբ ինչ որ պաշտոնյական որևէ քաղաքացի մարդ որևէ անձնական հարցով ասում է, որ փակագծեր չի բացելու, եթե կհիշեք, նաև նշել եմ, որ վերջին 3 տարիներին չեմ այցելում պատարակի, թեև գնում եմ եկեղեցի եւ աղոթում եմ ու հաղորդակցվում եմ իմ Աստծո հետ, ապա 2 շաբաթ անց դժվար թե այդ դիրքորոշումը փոխվի։ Պարոն Հայրապետյան, կնեք նախորդ թեմային անդրադառնալով հրավերի մեջ ինչ է նշվել, որ ձեզ հրավիրել են վաղը համալիր։ Վաղը բոլորիդ պարզ կլինի։ Ինչու այսպեսի հույժ գաղտնիություն պահպանում։ Նախընտրական հանդիպում է, ինչ գաղտնի բան է, որ կդժվարանամ ասել։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ հարցը ուղղեք վարչապետի աշխատակազմին։ Ես գիտեմ։ Դուք արդեն հայտ ներկայացրել եք այսպես 26-ին առաջադրվելու։ Այո։ Դեռևս այս փուլում առաջադրվում են ցուցակում դիտարկվելու համար, եթե վարչությունը կամ այն մարմինը, որը որ կհամարի, որ իմ թեկնածությունը ընդունելի է եւ ես լինելու եմ ցանկում, միայն դրանից հետո համապատասխան վճարումը կատարելու է։ Պարոն Հայրապետյան, երեք վարչապետը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանում նշեց, որ 26 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական վերնախավային անդամներ, ովքեր նախկինում ղեկավարել են Հայաստանը եւ այն թակարդի մեջ են, պետք է հեռացվեն պաշտոնից եւ տեղ չունենան երկրի քաղաքական կյանքում։ Նախ խնդրեմ ասել, սա ում է առնչվում եւ եթե կան այդպիսի Մի հատ նորից կասեք, որ պաշտոնյաները ովքեր նախկինում ղեկավարել են Հայաստանը եւ այն թակարդի մեջ են պահել, պետք է հեռացվեն պաշտոնից եւ տեղ չունենան երկրի քաղաքական կյանքում։ Դե դուք ինչի՞ չեք հարցրել վարչապետին ում։ Որովհետեւ մեկ հարց տալու հնարավորություն ունեի, հասկացա։ Դուք ըստ էս սա ում է առնչվում եւ եթե կան այդ մի րոպե, եւ եթե կան այդպիսի խնդրահարույց քաղաքական ուժեր, ինչու իրենց թողնել մասնակցեն ընտրություններին եւ նոր մտածել հեռացնելու մասին։ Որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ օրենսդրությամբ սահմանված է իրավունք մասնակցելու բոլոր քաղաքական գրանցված ուժերին համապետական ընտրություններին։ Եվ մենք ժողովրդավարական արժեքներին կարճած ենք ամուր, համարում ենք, որ հանրությունը իր քվեարկությամբ պիտի գնահատական տա եւ ըստ էության ավարտի այս կամ այն կուսակցության կամ քաղաքական ուժի դե ֆակտո գործունեությունը, ոչ դե յուրե։ Թե առավել հեշտ է վարկաբեկված խոցելի քաղաքական ուժերի հետ գնալ ընտրությունների, հաղթել եւ նոր մտածել քաղաքական դաշտում ապրելու մասին։ Նաեւ այդպես։ Դրա համար է նաեւ մեր ցավը, որ ընդդիմադիր դաշտում
ավելի արագ չեն ընթանում առողջացման տեմպերը, որովհետև ինձ համար անձնապես գերադասելի է պարտվել այնպիսի մի առողջ քաղաքական ուժի, որի պետության կառավարման ղեկը ստանձնելուց հետո երկրի կառավարումը ել ավելի արդյունավետ իրականացվի, քան հավերժ մրցել արդեն իսկ լճացած, հեղինակազրկված, որևէ կարողություններ, բարեփոխումներ բերելու եւ կյանքի որակը մեր երկրում բարձրացնելու ունակություն չունեցող քաղաքական ուժերի Բայց նոր ուժեր ստեղծում են ճոկերին հետ կապված մի հարցելի տամ հետեւաբար եթե ես ամփոփեմ նոր ուժերն էլ են ստեղծում, պարոն Հայրապետյան, դուք էլի նախկիներին եք կապվում։ Ես ողջունում եմ բոլոր նոր ուժերի ստեղծումը։ Այդ առողջացման Ես վստահ եմ, որ նոր ուժերը մի օր փոխարինելու են քաղաքացիական քաղաքացիական պայմանները։ Թաթոյանը այդ նոր ուժերը ձեր կարծիքով առողջացման տանող ուժեր չեն։ Ձեր նշած անունները ոչ։ Ինչու։ Նախարար կներեք Նիկոլ Փաշինյանը, որ նշում է պետք է հրացվեն այն ուժերը, որոնք Հայաստանը թակարդի մեջ են գցել։ Դուք այդպիսի ուժերի գիտեք, կասեք։ Գիտեմ, բայց պատես չեմ համարում հիմա մանրամասն։ Պարոն Հայրապետյան, երեք նաև Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը շատ մեղքեր է գործել, դրանով պայմանավորված փորձում է յուրաքանչյուր կիրակի գնալ եկեղեցի, ծնկի գալ։ Դուք Նիկոլ Փաշինյանի ամենամեծ մեղքը ո՞րն եք համարում։ Դա էլ շատ անձնական հարց է, բացառապես ինքը պիտի, եթե ճիշտ կհամարի եւ պատեհ կհամարի խոսել այդ մասին։ Ես կարող եմ ասել, որ իմ քաղաքական թիմակիցների հետ բազմաթիվ առիթներ ունենում եմ ռեֆլեքսիա անելու եւ վերլուծելու են բոլոր սխալները, որոնք որ մենք արել ենք կամ շարունակում ենք անել։ Բայց դա բնականաբար ներքին խոսակցություն է, դա ենթակա չէ հրապարակման եւ այդ ներքին քննարկումներում կարող եմ ուրախությամբ ասել, որ բազմաթիվ իմ գործընկերներ, այդ թվում եւ ես, որևէ կաշկանդվածություն չենք ունենում ինքներս մեզ ամենածանր քննադատությունները հնչեցնելու, որովհետեւ միայն դա է միակ ճանապարհը ապագայում այդ սխալներից խուսափելու, ել ավելի իմաստանալու։ Մեկ միջանկյալ հարց Հակոբ Ասլանյանից շփվում եք, Չէ։ Շատ են ձեր մեղքերը, որ քննարկում եք, գոնե ասեք թիվը հասկանանք շատ է։ Անձնապես ինձ որպես մարդու թե քաղաքական ուժի։ Եթե քաղաքական ուժի մասին խոսենք, երևի ես խուսափեմ մեղքը ձևակերպումից, մեղքը երևի ես ավելի շատ մարդու անհատական դաշտում կդիտարկեմ, սխալները ես անկեղծ ասած լավ չեմ պատկերացնում մի այնպիսի իշխանություն եւ չեմ պատկերացնում մի այնպիսի երկիր, որտեղ չլինեն այդ սխալները։ Կարևորը մեկ այլ բան է, ըստ իս, որ իշխանությունը իր մեջ պիտի ունենա բավարար չափով իմաստնություն եւ ներքին ուժ, համարձակություն առերեսվելու այդ սխալների հետ, որովհետեւ դա է բացառապես միակ ճանապարհը երբևէ չկրկնելու այդ սխալները։